Ուրեմն իմ անունը Զոհրաբ Կազանջան է, ես գերմանահայ եմ, սա առաջին անգամ որ եկել եմ Հայաստան, առաջին երթին շատ ուրախացանք, որով 50 տարի է ծրագրում է որ Հայաստան կամ, բայց որ ժողովրդին ապրուստը որ տեսանք այստեղ, ինչ դժվարություններում մատնված են, շահերը քիչ են, աշխատանքային ծևերը դժվար են, մարդիկ չեն կարող իրենց ընտանիքները պահել, ուրեմն հուզվեցա, որ երբ որ անկախությունը եղավ 3.350.000 TV մասին էին խոսում, այսօր չկա նրա գեսը, ամեն օր քաղց կա, այս առնչությամբ մեկը չի խոսում, իմ գարզիկով սա սպիտակ չարդ է, եթե ժամանակին հանրային 15 եղեր որ եղած է, այն ժամանակ յաթաղաներից փախչում էին, հիմա մարդիկ իրենք հուլունազան բաբիգո դադիգո փախչում են, ուրեմն ավական շատ լույս մի գա աբակայի համար, ժողովուրդը շատ հուսահատված է, որևէ մեկ հրաշք մտիկ է պատահի, որ այս քաղաքս անել վիճակից դուրս գա։ Ես իմ կյանքումս 60 տարեկան հայ մուրացկան չի տեսած, ոչ Ամերիկայում, ոչ Կանադայում, ոչ արաբական քաղաքներում, ոչ Եվրոպայում, հոս եկա ամաչեցի, գանակ դուրս գանում, փող են մուրանում։ Ուրեմն վերջը որու պիտի պատասխանատու բռնես, օդար պետություններուն, սա նշանակի որ նրանք, որ այստեղ ղեկավարում են, այս ժողովրդին թշպախտության պատասխանատու են, ժողովրդին նսեմացուցած են, ժողովրդին աղքատացրել են, նրանց գամքն ու գորովը հբարդությունը գոդրել են, սա նորին համար չարդ է, այսինքն հոգեգան չարդ է ասել, խղճում եմ, հույսում եմ, որ մի օր, ոչ թե ասպես մի քանի հայրոքիով, բոլոր ժողովուրդը ոտքի գանի, մեկ մարդու նման, եւ այս ընթացքը փոխվի, որբեսի ժողովուրդը չքախտեն եւ այս հողը բահեն 700 տարի քարտեզից դուրս եկած հողն է, այս ցերկե չտանք։